Շարունակում ենք ուսումնասիրել 5 կտակարանը և հասել ենք թագավորների առաջին գրքին։ Որոշ ժամանակ առաջ լրատվական ծրագրերով և սոցցանցերով տարածվեց մի պատմություն այն մասին, թե ինչպես մի անտուն մարդ ռուս մի կնոջ վերադարձրեց դրամապանակը, որը գտել էր ճանապարհի մոտակայքում։ Կինը դրամապանակը գցել էր, երբ կանգ էր առել մայրուղում իր մեքենայի ապակին մաքրելու համար։ Դրա մեջ եղել էին նրա գումարները, փաստաթղթերը, վարկային քարտերը և ավելին այդ քարտերի բոլոր գաղտնաբառերը։ Հանրության ուշադրությունը գրավեց այն փաստը, որ այս մարդը, որը տուն չունենալով, առանց որոշակի բնակության վայրի, երկար ճանապարհ էր անցել դրամապանակը վերադարձնելու համար և միևնույն ժամանակ դրանից ոչինչ չէր վերցրել և վերադարձրել էր ամեն ինչ մինչև վերջին կոպեկը։ Այս փաստը զարմանք առաջացրեց այն մարդկանց մոտ, ովքեր կարծում էին, որ կյանքի նման դրության մեջ գտնվող մարդը, այսինքն այդ անտուն մարդը, ի վիճակի չէր լինի բացի գտած գումարը գրպանը դնելուց նման քայլի։ Բայց արտաքինը խաբուսիկ է։ Մենք հաճախ ընկնում ենք այս կարծրատիպի թակարդը կյանքի տարբեր ոլորտներում։ Այնուամենայնիվ, ուսումնասիրելով Աստվածաշունչը, մենք տեսնում ենք Աստծո բնավորությունը, որը արմատապես տարբերվում է մարդու բնավորությունից։ Թագավորների առաջին գրքի ամբողջ առանցքային համարը 16-րդ գլուխ 7-րդ համարն է, որտեղ գրված է այսպես. Տերն է ասում. Ես այնպես չեմ նայում, ինչպես մարդն է նայում, որովհետև մարդը նայում է արտաքինին, իսկ Տերը նայում է սրտին։ Մենք հաճախ ընկնում ենք այս կարծրատիպի թակարդը կյանքի տարբեր ոլորտներում։ Սա ցույց է տալիս Աստծո առաջնահերթությունները։ Աստված նայում է ոչ թե արտաքինին, այլ ներքինին։ Այս ճշմարտությունը կարմիր թելի պես անցնում է այս գրքի բոլոր բաժիններով։ Եթե կենտրոնանանք գլխավոր հերոսների վրա, ապա թագավորների առաջին գրքում կարելի է առանձնացնել 3 մաս. Հեղիի պատմությունը, երկրորդը Սավուղի պատմությունը և երրորդ Դավթի պատմությունը։ Այս մասերից յուրաքանչյուրը սովորեցնում է, որ Աստված նայում է ոչ թե արտաքինին, այլ ներքինին։ Այսպիսով, եկեք քննարկենք թագավորների առաջին գրքի 3 դասերը, որոնք բացահայտում են Աստծո առաջնահերթությունները։ Բայց մինչ այդ մի փոքր տեղեկություն հեղինակի աշխարհագրության թեմայի մասին։ Թագավորների առաջին և երկրորդ գրքերը հրեական ավանդույթում ներկայացվում են մեկ գիրք և կոչվում են Սամուելի գիրք։ Նաև անգլերեն աստվածաշնչեր, ովքեր որ ունեն և ընթերցում են, նկատած կլինեն, որ առաջին 2 թագավորացները գրված են Սամուելի գրքեր։ Գիրքը բաժանվել է 2 մասի, ամենայն հավանականությամբ 2 մագաղաթների վրա գրելու հարմարության պատճառով։ Գրքի նյութերի հեղինակները հավանաբար եղել են Սամուելը, Նաթանը և Գադ մարգարեները։ Այս մասին կարող եք նայել նաև առաջին ունացորդած 29-29 համարում։ Սամուելը եղել է Ղևիի ցեղից, ինչի կապակցությամբ կարող էր գտնվել և ծառայել տաճարում, ինչպես նկարագրված առաջին թագավորաց 2-րդ և 3-րդ գլուխներում։ Սամուելը եղել է Իսրայելի վերջին դատավորը և օծել է առաջին 2 թագավորներին՝ Սավուղին և Դավթին։ Փաստորեն Սամուելը կապող օղակ է դատավորների ժամանակաշրջանի և միասնական միապետության ժամանակաշրջանների միջև։ Նաթանն այն մարգարեն էր, որը Դավթին բերեց Աստծո հետ հատուկ ուխտի լուրը։ Սրա մասին 2-րդ թագավորաց 7-րդ գլխում է գրված։ Նաթանը մերկացրեց նրան Բերսաբեի հետ մեղքից հետո, 2-րդ թագավորաց 12-րդ գլխում ենք տեսնում, և դրդեց Դավթին գահ բարձրանալ Սողոմոնին, 3-րդ թագավորաց 1-ին գլուխ։ Գադ մարգարեն աջակցում էր Դավթին Սավուղից նրա փախուստի ժամանակ, սրա մասին կարող եք կարդալ 1-ին թագավորաց 22-րդ գլխում, 5-րդ համարում, և Գադը հայտնեց նրան Դավթին Աստծո դատաստանը բնակչության մարդահամարից հետո, 2-րդ թագավորաց 24-րդ գլուխ։ Ամբողջ Սամուելի գիրքը կամ առաջին 2 թագավորաց գրքերը ամենայն հավանականությամբ ավարտվել է Դավթի մահից հետո
եւ հավաքվել է մեկ պատմության մեջ, ավելի ուշ ժամանակահատվածում։ Հնարավոր է արդեն թագավորության բաժանումից հետո։ Ինչու՞, քանի որ առաջին թագավորած 27-րդ գլուխ 6-րդ համարում հիշատակվում են Հուդայի թագավորները, եբրայերեն Մալխիեդուա։ Մոտավոր ժամանակահատվածը, որն ընդգրկում է թագավորների առաջին գրքի իրադարձությունները, մեր թվարկությունից առաջ 1100-ից 1010 թվականներն են։ Այսինքն Սամուելի ծննդյան մոտավոր ամսաթվից մինչև Դավթի գահ բարձրանալը։ Այսինքն Սամուելի ծննդյան մոտավոր տարեթիվը եւ մինչև Դավթի գահ բարձրանալը այս թագավորների առաջին գրքի իրադարձություններն են ներկայացնում։ Գրքի աշխարհագրությունը իրադարձությունների մեծ մասը տեղի ունենում Իսրայելի տարածքում, սակայն որոշ պատմություններում գործողությունը տեղափոխվում է հարակից փղշտացիների քաղաքը եւ Մովաբ, որտեղից էր Դավթի տատիկը Ռութը։ Սամուելը ծնվել է մեր թվարկությունից առաջ մոտ 1100 թվականին, իսկ Սավողը կառավարել է մոտավորապես մեր թվարկությունից առաջ 1050-ից 1010 թվականներին։ Մեր թվարկությունից առաջ 1010 թվականին Դավիթը բարձրացավ գահ։ Քանանի համար այս ժամանակաշրջանը հարաբերական հանգստության ժամանակ է։ Խեթական կայսրությունը փլուզվեց ծովի ժողովուրդների ճնշման տակ, իսկ ասորիներն ու եգիպտացիները ակտիվություն չեն ցուցաբերում, քանի որ զբաղված են իրենց սեփական խնդիրներով։ Իսրայելացիների գլխավոր հակառակորդը մնում են նրանց մերձավոր հարևանները, փղշտացիները, որոնց դեմ Իսրայելը պատերազմում է ինչպես Հեղի քահանայապետի ժամանակ, այնպես էլ Սավուղի ժամանակ։ Իմիջիայլոց նրանց հետ մարտում հենց մահանում է Սավուղ թագավորը եւ նրա որդի Հովնաթանը։ Բացի այդ ժամանակահատվածում Իսրայելի դեմ պատերազմում էին ամոնացիները։ Գրքի ժանրը, ոճը պատմական պատմություն է ժողովուրդների, թագավորների եւ երկրների մասին։ Կենսագրական պատմության տարերով, առանձին մարդկանց կյանքի մասին, օրինակ Սամուելի եւ Դավթի։ Աստվածաշնչյան պատմական գրքերում պատմական իրադարձություններին տրվում է մարգարեական բացատրություն։ Այսինքն սա պարզապես պատմության վերապատմում չէ, այլ պատմության հայացք, կարծես Աստծո աչքերով։ Այսինքն գրքի ոճը այն պատմական պատմություն է, եւ այնտեղ կան ժողովուրդների, թագավորների եւ երկրների մասին, նաեւ կենսագրական պատմական տարերով առանձին մարդկանց կյանքի մասին, օրինակ Սամուելի մասին կա եւ Դավթի մասին։ Աստվածաշնչյան պատմական գրքերում պատմական իրադարձություններին տրվում է մարգարեական բացատրություն այստեղ։ Այսինքն սա պարզապես պատմության վերապատմում չէ, այլ պատմության հայացք, կարծես Աստծո աչքերով։ Պատմական ֆոնը այսպիսինն է. Իսրայելը ընտրում է թագավոր իր սրտով, սակայն այդ թագավորը հիասթափեցնում է։ Այնուհետև Աստված Իսրայելին տալիս է թագավոր իր սրտով, եւ այդ թագավորը դառնում է Մեսիայի նախատիպը եւ ապագա Աստծո թագավորության խորհրդանիշը։ Այսպիսով թագավորների առաջին գիրքը ցույց է տալիս Աստծո առաջնահերթությունները։ Աստված նայում է ոչ թե արտաքինին, այլ ներքինին։ Եվ այս ճշմարտությունը, ինչպես ասացինք, կարմիր թելի պես անցնում է այս գրքի բոլոր բաժիններով։ Այսպիսով եկեք քննարկենք թագավորների առաջին գրքի 3 դասերը, որոնք բացահայտում են Աստծո առաջնահերթությունները։ Առաջին դաս. Աստված չի նայում արտաքինին, այլ ներքինին։ Աստծո դատաստանը անկեղծ է։ Աստծո դատաստանը անկեղծ է։ Այս ճշմարտությունը մենք տեսնում ենք Հեղիի պատմությամբ առաջին 7 գլուխներում։ Առաջին դասն այն է, որ Աստծո դատաստանը անկեղծ է, քանի որ Աստված նայում է ոչ թե արտաքինին, այլ ներքինին։ Նրա անկեղծ դատաստանը ենթադրում է, որ ցանկացած մարդ անկախ իր հարստությունից, հասարակական դիրքից կամ հոգևոր հիերարխիայում ունեցած տեղից կդատվի իր գործերով։ Աստված կդատի ինչպես իսրայելացուն, այնպես էլ հեթանոսին։ Աստված կդատի ինչպես մի պարզ կնոջ, այնպես էլ քահանայապետին։ Աստված կդատի յուրաքանչյուր մարդու հիմնվելով միևնույն պարզ սկզբունքի վրա։ Փառավորում է նա Աստծուն,
թե արատավորում նրան։ Ինչպես նա ինքը ասաց երկրորդ գլխում, ես կփառավորեմ նրանց, ովքեր փառավորում են ինձ, իսկ նրանք, ովքեր արատավորում են ինձ, կամաչեն։ Երկրորդ գլուխ 30-րդ համարում ենք սա տեսնում։ Դրա համար էլ Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. իսկապես ասել էի, որ քո տունն ու քո հոր տունը իմ առջև հավիտյան քայլեն, բայց Տերն ասում է. քավ լիցի, քանի որ ես փառավորելու եմ ինձ փառավորողներին, իսկ ինձ արհամարողները պիտի անարգվեն։ Գիրքը բացվում է մի պատմությամբ այն մասին, թե ինչպես մի կողմնակալ դատավոր եզրակացություններ է անում արտաքին նշանների վրա հիմնվելով։ Երբ Սամուելի ապագա մայրը Աննան աղոթում էր խորանում իր համար, այնպես որ միայն նրա շուրթերն էին շարժվում։ Քահանայապետը Հեղին մտածեց, որ նա հարբած է։ Նա շտապեց եզրակացություններ անել եւ նույնիսկ հարձակվեց նրա վրա կեղծավոր մեղադրանքներով։ Տեսեք առաջին գլուխ 12-ից 15-րդ համարներում ինչ է գրում հեղինակը։ Եվ եղավ, երբ նա շարունակեց աղոթելը Տիրոջը, Հեղին նայում էր նրա բերանին։ Արդ Աննան իր սրտում էր խոսում, միայն շրթունքն էին շարժվում, բայց ձայնը չէր լսվում։ Այդ պատճառով էլ Հեղին կարծեց, թե նա հարբած է։ Եվ Հեղին նրան ասաց. «Մինչև երբ հարբեցողություն պիտի անես, սթափվիր քո գինովությունից»։ Եվ Աննան պատասխանեց ու ասաց. «Ոչ Տերիմ, թե ինչու ենք Հեղիին կոչում կեղծավոր, պարզ կդառնա բառացիորեն հաջորդ գլխից»։ Աննան չշփոթվեց այդպիսի անարդար մեղադրանքից, այլ հեզությամբ պատասխանեց, որ իր սրտի գաղտնիքում կամ գաղտնարանում աղոթում է երեխա ունենալու համար, քանի որ նա անզավակ էր։ Նրա պատասխանն այնքան խոնարհ էր, որ նույնիսկ կողմնակալ դատավորը ստիպված եղավ ընդունել նրա իրավացիությունը եւ օրհնել նրան։ Եվ շուտով Տերը լսեց նրա աղոթքները եւ երեխա ուղարկեց նրան։ Երկրորդ գլխում մենք տեսնում ենք, թե ինչպես է կողմնակալ դատավորը մարդկային հարաբերությունները դասում Աստծո պահանջներից վեր։ Քահանայապետ Հեղին երկու որդի ուներ՝ Ոփնին եւ Փենեհեսը։ Եվ երկուսն էլ լինելով քահանաներ, ամբարշտորեն էին վարվում։ Նրանք անհավատ էին։ Հեղիի որդիները անպիտան մարդիկ էին, այս մասին մենք երկրորդ գլուխ 12 եւ 13-րդ համարներում ենք կարդում։ Արդ Հեղիի որդիները Բելիալի որդիներ լինելով չէին ճանաչում Տիրոջը։ Ըստ քահանաների սովորության, երբ ժողովրդից մեկը զոհ էր մատուցում, մսի եփվելու ժամանակ քահանայի սպասավորը ձեռքին մի մսահան պատառաքաղ վերցրած գալիս էր։ Նրանք չէին վախենում Աստծուց եւ չէին անհանգստանում այն մասին, որ իրենց պահվածքով արատավորում են երկրպագության սրբությունը։ 17-րդ համարին նայենք։ Այսպես այս երիտասարդների մեղքը Տիրոջ առջև շատ մեծ էր, քանի որ մարդիկ արհամարում էին Տիրոջ զոհը։ Նրանց մեղքը ոչ միայն ծիսական ոլորտում Աստծո պահանջները խախտելն էր, բացի այդ նրանք չէին զզվում նաև անբարոյականությունից, որի մասին 22-րդ համարում է մեզ հեղինակն ասում։ Եվ Հեղին շատ էր ծերացել, ու ինչ որ նրա որդիները կատարում էին, թե ինչպես էին նրանք վկայության խորանի առջև խմբերով հավաքված կանանց հետ պառկում, ամեն ինչ լսում էր։ Ըստ էության նման պահվածքի համար նրանք արժանի էին քարկոծվելու ամբողջ ժողովրդի առաջ, որպես պատիժ սուրբ վայրի եւ սուրբ ուխտի պղծման։ Սակայն նրանց հայրը, հիշեցնենք, որ քահանայապետ է, ոչ միայն չդատեց նրանց, այլ ընդհանրապես թաքցրեց ամբողջ գործը։ Ինչու՞։ Խնդրում եմ ուշադրություն, որովհետև նրանք իր որդիներն էին։ Նա մարդկային հարաբերությունները դասեց Աստծո խոսքից վեր։ Նա մարդկային հարաբերությունները դասեց Աստծո խոսքից վեր։ Հեղին ծեր էր, բայց լսում էր ամեն ինչ, թե ինչպես են վարվում նրա որդիները։ 22-րդ համարում ենք կարդում։ Բայց ոչինչ չէր անում այդ առիթով։ Ամեն դեպքում ոչ մի լուրջ բան, որը կուղեր այս զզվելի իրավիճակը։ Աստված այսպես բնութագրեց Հեղիի պահվածքը, նայեք 29-րդ համարին։
Ինչու ես անարգում այն զոհերս ու ընծաները, որ ես իմ տան համար պատվիրեցի։ Ուշադրություն, եւ քո որդիներին ինձնից ավելի ես պատվում, որպեսզի իմ ժողովրդի Իսրայելի ընտիր զոհերով ձեզ գիրացնենք։ Տեսնում եք, Տերը գնահատում է այսպես. քո որդիներին դու ավելի ես պատվում, քան ինձ։ Իսկ ինչպես էր Հեղին ավելի պատվում իր որդիներին, քան Տիրոջը։ 22-րդ համարն ասում է. նա ոչինչ չէր անում։ Նա ամեն ինչ լսում էր, բայց գործնական քայլեր չէր ձեռնարկում այն կանխելու կամ դատապարտելու համար։ Երբ մենք ունենալով լիազորություններ չենք պատժում մեղավորներին, մենք հաճախ սիրում ենք դա բացատրել բարությամբ, կարեկցանքով, մեղավորների հանդեպ սիրով, դատապարտումից հրաժարվելով եւ այլն։ Եվ այսօր համացանցում էլ դուք շատ հաճախ կարող եք տեսնել։ Օրինակ, երբ Աստծո զավակները, առավել ևս Աստծո հոտի խնամակալները, ովքեր պատասխանատու են հոտի համար, սովորեցնելու Քրիստոսի ուսմունքը, վարդապետությունը, երբ խոսում են սխալի մասին, մեղքի մասին, կամ անվանական որևէ մեկի մասին, ինչը նույնը Պողոսն էր անում, Հիմենոսի, Փիգեղոսի մասին խոսելիս, անվանական ցույց տալով նրանց կեղծ ուսմունքը կամ վարդապետությունը կամ շեղումը, մարդիկ այսօր դա մեկնաբանում են հետևյալ չարաշահված եւ չընկալված համարով՝ մի դատիր, որ չդատվես։ Այսինքն նրանք ունեն լիազորություն իրականում պատժելու, հանդիմանելու մեղքը, բայց սիրում են դա բացատրել բարության կամ կոծկել բարության, կարեկցանքի, մեղավորների հանդեպ սիրո կամ դատապարտումից հրաժարվելու անվան տակ։ Աչքը փակելով կատարվողի վրա Հեղին բարություն չէր ցուցաբերում, այլ մարդկանց դասում էր Աստծուց վեր, մարդկային հարաբերությունները Տիրոջ հետ ունեցած հարաբերություններից վեր, իր հեղինակությունը Աստծո հեղինակությունից վեր։ Իրականում սա շատ ցավալի, զգայուն եւ պատասխանատու հարց է։ Քանի որ այն մարդը, ով պետք է լիներ Աստծո ձայնը ժողովրդի մեջ, քահանայապետը անարժան գտնվեց։ Աստված ծառայության է կանչում մեկ այլ մարդու պատանի Սամուելին։ Սամուելի միջոցով Աստված հայտարարում է իր դատաստանը։ 3-րդ գլուխ 12-ից 14-րդ համարներում ենք կարդում։ Այդ օրը Հեղի վրա պիտի կատարեմ այն ամենը, ինչ որ նրա տան մասին ասել եմ, Տերն է ասում Սամուելին։ Պիտի սկսեմ ու վերջացնեմ, քանի որ ես իրեն հայտնել եմ, թե նրա տունը դատելու եմ Հավիտյան, այն անօրենության համար, որ ինքը գիտե, քանի որ նրա որդիներն իրենց վրա անեծք բերեցին, իսկ ինքը, ուշադրություն, չհանդիմանեց նրանց։ Այս պատճառով, պատճառը չհանդիմանելն է Հեղի։ Այս պատճառով Հեղի տան անօրենությանը զոհերով ու ընծաներով Հավիտյան քավություն չի լինելու։ Եվ Սամուելը մինչև առավոտ պառկեց։ Առավոտյան բացեց Տիրոջ տան դռները, Սամուելը վախեցավ այդ տեսիլքի մասին Հեղիին պատմելու։ 4-րդ գլխում մենք կարդում ենք այն մասին, թե ինչպես է Աստված անաչառ դատում կողմնակալ դատավորին, թե ինչպես է Աստված անաչառ դատում կողմնակալ դատավորին։ Այս ժամանակ իսրայելացիները պատերազմում էին փղշտացիների հետ Ափեկ ռազմավարական կարևոր քաղաքի համար, որը նրանց ելք էր տալիս դեպի միջերկրական ծով։ Քանի որ այս ճակատամարտում հաղթանակից շատ բան էր կախված, նրանք ուխտի տապանակը բերեցին մարտի դաշտ, կարծես որպես օգնող միջոց։ Սակայն անսպասելին պատահեց։ Ինչ եղավ։ Իսրայելացիները պարտվեցին ճակատամարտում։ Տապանակը գրավվեց թշնամիների կողմից, իսկ քահանայապետի երկու որդիները, որոնք գտնվում էին տապանակի մոտ, սպանվեցին։ 4-րդ գլուխ 17-րդ համարն է մեզ այս մասին ասում։ Եվ լրաբերը պատասխանեց ասելով. Իսրայելը փախավ փղշտացիների առջևից ու ժողովրդի մեջ մեծ կոտորած եղավ։ Եվ քո որդիները Ոփնին ու Փենեհեսը սպանվեցին, իսկ Աստծո տապանակը գրավվեց։ Երբ Հեղին լսեց այդ մասին, տեսեք թե ինչ եղավ նրա հետ, 4:21-22։ Եվ եղավ, երբ նա հիշեց Աստծո տապանակը, Հեղին աթոռի վրայից մեջքնի վայր ընկավ դռան մոտ, վզի ոսկորը կոտրվեց ու մեռավ, քանի որ ծեր
ու ծանրացած էր։ Աստծո փառքը ժամանակավորապես լքեց Իսրայելը եւ այս մասին 21-22-րդ համարներում ենք կարդում։ Եվ մանկանը Իքաբոդ կոչեց, ասելով. «Փառքը հեռացավ Իսրայելից, քանի որ Աստծո տապանակը գրավված էր, եւ նրա սկեսրայրն ու ամուսինը մահացած։ Եվ ասաց. Փառքը հեռացավ Իսրայելից, քանի որ Աստծո տապանակը վերցվեց»։ 5-րդ գլխում անաչառ Աստված դատում է փղշտացիներին իրենց աստվածների հետ միասին։ Պարզվում է, որ նա անաչառ դատում է ոչ միայն իսրայելացիներին, այլ նաև հեթանոսներին։ Փղշտացիները, ովքեր գրավել էին տապանակը, տեսեք ինչ է տեղի ունենում, եւ արհամարել Աստծո փառքը, շուտով զղջացին դրա համար։ Նրանք տապանակը բերեցին Ազով քաղաքը եւ դրեցին իրենց Դագոն Աստծո տաճարում, որպես նշան, որ իրենց Աստվածը հաղթել է իսրայելացիների Աստծուն։ Բայց հաջորդ առավոտ 5-րդ գլուխ 4-րդ համարում տեսեք ինչ ենք տեսնում։ Երբ հաջորդ օրը վաղ առավոտյան եկան, տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջև երեսնիվայրն ընկած էր։ Դագոնի գլուխն ու ձեռքերի երկու թաթերը կոտրված ու սեմի վրա ընկած էին, եւ միայն Դագոնի մարմինն էր մնացել։ Այնուհետև նրանք տապանակը տեղափոխեցին Գետ քաղաքը, բայց այնտեղ բոլոր բնակիչները վարակվեցին սարսափելի համաճարակով, ինչպես Ժանտախտը 9-րդ համարն է ասում այս մասին։ Այնտեղ տեղափոխելուց հետո, քանի որ Տիրոջ ձեռքն այն քաղաքի վրա էր, մեծ խռովություն եղավ ու քաղաքի մարդկանց փոքրից մինչև մեծը հարվածեց։ Նրանց մարմնի թաքուն տեղերում թութքեր երևացին։ Այնուհետև փղշտացիները որպես ներողություն մեղքի զոհ մատուցեցին եւ վերադարձրին տապանակը, որը երկու կով առանց մարդկային օգնության սայլով ուղիղ Իսրայելի տարածքը բերվեց։ 6-րդ գլուխն է այս մասին պատմում։ Աստծուն պետք չէր Իսրայելի օգնությունը։ Իր փառքը պաշտպանելու համար Աստված միշտ կարող է պաշտպանել ինքն իրեն։ Տապանակի վերադարձից հետո շատ ժամանակ անցավ, մոտ 20 տարի, 7-րդ գլուխ 2-րդ համարում ենք մենք այս ժամանակագրությունը կարդում։ Եվ եղավ, որ տապանակը Կարիաթ Արիմում դնելուց հետո շատ օրեր անցան, մոտ 20 տարի, եւ Իսրայելի ամբողջ տունը Տիրոջ հետևից ողբաց։ Այսինքն տապանակի վերադարձից հետո շատ ժամանակ անցավ, մոտ 20 տարի։ Եվ այդ ընթացքում Իսրայելում հոգևոր զարթոնք տեղի ունեցավ։ Մարգարե Սամուելը կոչ արեց նրանց աշխարհել։ Եթե դուք 7-րդ գլուխ 3-րդ համար։ Այն ժամանակ Սամուելը խոսեց Իսրայելի ամբողջ տան հետ, ասելով. Եթե դուք ձեր ամբողջ սրտով Տիրոջն եք վերադարձել, վերացրեք ձեր միջից օտար աստվածներին ու աստարովթը։ Ձեր սրտերը պատրաստեցեք Տիրոջ համար, միայն նրան ծառայեցեք, ու նա ձեզ պիտի ազատի փղշտացիների ձեռքից։ Երբ փղշտացիները հերթական անգամ հարձակվեցին Իսրայելի վրա, հրեա ժողովուրդը անկեղծ սրտով աղերսեց Աստծո օգնությունը, եւ Աստված հրաշքով ազատեց նրանց։ 7-րդ գլխում ենք կարդում։ Դա վառ հակադրություն էր փղշտացիների նախորդ պատերազմի հետ, որի ժամանակ իսրայելացիները ոչ միայն պարտվեցին ճակատամարտում, այլև կորցրեցին Աստծո ուխտի տապանակը։ Ամբողջ խնդիրը նրանց հավատարմությունն էր Տիրոջը, քանի որ Աստված անաչառ է։ Մի քանի դասեր կիրառում այստեղից։ Մենք պետք է հիշենք, որ մենք ապրում ենք նրա առաջ, ում դատաստանը միշտ արդար է եւ իրավացի։ Մարդկային վաստակը, կարգավիճակը եւ ճանաչումը հասարակության մեջ, փողի քանակը, կրթությունը, այս ամենը չի կարող ազդել աստվածային դատաստանի վրա։ Ինչպես կասեր Նարեկացին Մատյան ողբերգությունում, Աստված անկաշառ է։ Մենք պետք է նմանակենք Աստծուն եւ անաչառ վերաբերվենք այլ մարդկանց, հիշելով, որ Աստված դատապարտում է կողմնակալությունը եւ ինչպես Հակոբոսը կասեր, եթե աչառություն եք անում, մեղք եք գործում։ Երկրորդ դասը, որ մենք տեսնում ենք Թագավորների առաջին գրքում, հետեւյալն է. Աստված չի նայում արտաքինին, այլ ներսին, նա փնտրում է հնազանդություն։ Նա փնտրում է հնազանդություն։ Եվ այս ճշմարտությունը տեսնում ենք Սավուղի պատմությամբ 8-րդ գլխից մինչև 15-րդ գլուխները։ Գրքի երկրորդ դասը, որը բացահայտում է Աստծո առաջնահերթությունները, հետևյալն է.
Տերը մարդկանցից ակնկալում է ոչ թե պարզապես ինչ-որ ծեսեր կատարել, այլ նրա խոսքին սրտանց հնազանդվել։ Արդյոք իսրայելացիները հնազանդ կլինեն Տիրոջը, թե ոչ։ 8-րդ գլխում հրեա ժողովուրդը իրեն թագավոր է պահանջում։ Այս պահանջը Աստծուն վշտացրեց եւ վշտացրեց ոչ թե այն պատճառով, որ Աստված դեմ է միապետական կառուցվածքին, այլ ուրիշ պատճառով։ Քանի որ միապետական կառուցվածքի վերաբերյալ մենք ունենք Աստվածաշնչում 5 տակարանում նույնիսկ հիշատակումներ, օրինակ Ծննդոց 49-րդ գլուխ 10-րդ համարը Իշխանության գավազանը չի հեռանալու Հուդայից, ոչ էլ օրենսդիրը նրա ոտքերի մեջտեղից, մինչև որ Սելովը գա, եւ նրա շուրջն է ժողովուրդը հավաքվելու։ Նաև Մովսեսը նշեց, որ Իսրայելը հետագայում թագավորներ կունենա Ծննդոց 36-րդ գլուխ 31-րդ համարում։ Նաև Աստված ինքը Մովսեսի ուխտում պատվիրեց թագավոր դնել, երբ Իսրայելը գա իրեն խոստացված երկիրը։ Իսկ թագավորի բացակայությունը դատավորների գրքում նույնացվում է անարխիայի հետ։ 17-րդ գլուխ 6-րդ համարում եւ 21-րդ գլուխ 25-րդ համարում դատավորների գրքի հիշում եք, որ արդեն տեսանք այդ գրքի առանցքային թեման, համարները, որ այն ժամանակ չկար թագավոր եւ ամեն մարդ անում էր այն, ինչ իր աչքին ճիշտ էր։ Աստված եւ մարգարե Սամուելը վշտացած իսրայելացիների այս պահանջով, քանի որ նախ նրանց դուր չէր գալիս Աստծո կողմից մարգարեների միջոցով իրենց կառավարումը, եւ երկրորդ, քանի որ նրանք ցանկանում էին լինել ինչպես մյուս ազգերը։ Սրա մասին 8-րդ գլուխ 20 համարում մենք տեսնում, ասում է, որպեսզի մենք էլ մյուս ազգերի պես լինենք, եւ մեր թագավորը մեզ կառավարի ու մեր արչեվից ընթանալով մեր պատերազմները մղի, այսինքն ուզում են նմանվել հեթանոսներին, մյուս ազգերին։ Հեթանոսներին նմանակելու ցանկությունը կործանարար ձգտում է, որը վկայում է հոգևոր կողմնորոշումների շեղման մասին։ Հեթանոսներին նմանակելու ցանկությունը կործանարար ձգտում է, որը վկայում է հոգևոր կողմնորոշումների շեղման մասին։ Այսպիսով Աստված համաձայնություն է տալիս Իսրայելի վրա թագավոր դնել 9-րդ եւ 10-րդ գլուխներում։ Առաջին թագավորը, որին նա առաջարկում է նրանց, Սավուղն է։ Նա տարբերվում էր ժողովրդի մեծամասնությունից իր արտաքին հատկանիշներով եւ այս մասին կարդում ենք 9-րդ գլուխ 2-րդ համարում։ Նա Սավուղ անունով մի որդի ուներ, մի ընտիր ու գեղեցիկ երիտասարդ, Իսրայելի որդիների մեջ նրանից ավելի գեղեցիկ մարդ չկար եւ ամբողջ ժողովրդից ուսով բարձր էր։ Երբ նա ներկայացվեց ժողովրդական ժողովին, բոլոր մարդիկ ուրախությամբ հավանություն տվին նրա թեկնածությանը։ Մարդկանց հաճելի էր, որ ժողովրդի դեմքը կդառնա այդպիսի ներկայանալի մարդ։ 10-րդ գլուխ 24-րդ համարը տեսեք։ Եվ Սամուելն ամբողջ ժողովրդին ասաց. «Տեսաք Տիրոջ ընտրած մարդուն, որ նրա նմանը ամբողջ ժողովրդի մեջ չկա»։ Ամբողջ ժողովուրդն աղաղակեց ու ասաց. «Կեցցե արքան»։ Երբ մենք կարդում ենք այս պատմությունը, մեր առջև հարց է ծագում. արդյոք իսրայելացիների կողմից ընտրված թագավորը Սավուղը հնազանդ կլինի Տիրոջը, թե ոչ։ Նրա կառավարման առաջին տարում այդպես էր, 11-ից 14-րդ գլուխներում։ Դրա համար Տերը օրհնում էր նրան։ Եվ Սավուղը հաստատեց իր թագավորությունը Իսրայելի վրա եւ պատերազմեց իր բոլոր շրջակա թշնամիների հետ՝ Մովաբի, Ամոնի, Եդոմի, Սոբայի թագավորների եւ փղշտացիների հետ, եւ ամեն օր ուշադրություն, ում դեմ էլ շրջվեր, հաջողություն ունեցավ 14:47։ Բայց որոշ ժամանակ անց Սավուղը իր կարծիքը դրեց Աստծո խոսքից վեր, 15-րդ գլուխն է այս մասին պատմում։ Այն բանի փոխարեն, որ ոչնչացներ ամեն ինչ գրավել էր ամաղեկացիներից, ինչպես նրան պատվիրել էր Տերը 3-րդ համարում 15-րդ գլխի, նա որոշեց թողնել կենդանիներից լավագույններին։ Սավուղը դա բացատրեց նրանով, որ ցանկանում էր դրանք մատուցել Տիրոջը որպես զոհ, սակայն Տերը երես թեքեց Սավուղից, ասելով ուշադրություն, որ իր համար ավելի կարևոր է ոչ թե զոհը, այլ հնազանդությունը։ Եվ Սամուելը պատասխանեց. «Միթե ողջակեզներն ու զոհերը նույնքան հաճելի են Տիրոջը, որքան Տիրոջ ձայնին հնազանդվելը»։ Հնազանդությունը զոհից լավ է։ Սա պնդում է
որը որ խոր արմատներ եւ հիմքեր ունի։ Հնազանդությունը զոհերից լավ է։ Եվ հնազանդությունը ոչխարների ճարպից լավ է, քանզի անհնազանդությունը նույն մեղքն է, ինչ կախարդությունը, եւ դիմադրությունը նույնն է, ինչ կռապաշտությունը։ Տեսեք ինչպես է ավարտում միտքը։ Քանի որ դու մերժեցիր Տիրոջ խոսքը, նա մերժեց քեզ, որ դու թագավոր չլինես։ 15-րդ գլուխ 22 եւ 23-րդ համարները։ Զոհաբերությունը արտաքին ծես է, որը մարդը կարող է բավականին հեշտությամբ կատարել։ Սակայն գլխավորը, որը Տերը սպասում է մեզանից, ոչ թե արտաքին ծեսերն են, այլ նրա խոսքին ներքին հնազանդությունը։ Աստծո խոսքին հնազանդ լինելն ավելի դժվար է, խնդրում եմ ուշադիր, քան պարզապես ինչ-որ զոհեր մատուցելը, օրինակ 10-անորդ տալը, երգչախմբում երգելը կամ եկեղեցի գնալը, բայց Աստծուն հնազանդվելն ավելի կարևոր է, քան զոհաբերությունը։ Այսպես Իսրայելի կողմից ընտրված թագավորը անհավատարիմ գտնվեց Տիրոջը։ Արտաքին չափանիշներով ընտրությունը ոչ թե Աստծո, այլ մարդկային ընտրություն է, եւ այն հաճախ սխալ է լինում։ Այսպես է նաև մեր օրերում եկեղեցական ղեկավարների կամ հոգևոր առաջնորդների ընտրությունը արտաքին գործոններով, արտաքին տեսքով, ներկայանալիությամբ, հաղորդակցվելու ունակությամբ, հռետորական ունակություններով եւ այլն, հաճախ տխուր հետևանքների է հանգեցնում։ Կիրառում. մեր զոհերը հաճելի են Աստծուն միայն այն ժամանակ, երբ դրանք ուղեկցվում են նրա խոսքի առաջ խոնարհված սրտով։ Մեր զոհերը Աստծուն հաճելի են միայն այն ժամանակ, երբ դրանք այդ զոհերը ուղեկցվում են Տիրոջ խոսքի առաջ խոնարհված սրտով։ Եթե մարդը ակտիվորեն զբաղվում է եկեղեցական գործունեությամբ, բայց նրա սիրտը անհնազանդ է Տիրոջը, ապա նման զոհը տհաճ է Աստծուն։ Աստված նայում է ոչ թե արտաքինին, հիշեք, այլ սրտին, այլ ներքինին։ Վերջին երրորդ դասը, որ մենք տեսնում ենք Թագավորների առաջին գրքում, հետևյալն է. Աստված նայում է ոչ թե արտաքինին, այլ ներքինին, նա օրհնում է արդարին։ Նա օրհնում է արդարին։ Եվ այս մասին մենք տեսնում ենք 16-ից 31-րդ գլուխներում Դավթի պատմության մեջ։ Երրորդ դասը, որը բացահայտում է Աստծո առաջնահերթությունները, Աստված օրհնում է նրանց, ովքեր ամբողջ սրտով նվիրված են նրան։ Աստված օրհնում է նրանց, ովքեր ամբողջ սրտով նվիրված են նրան։ Տարիների ընթացքում Իսրայելում կարծես թե երկու թագավոր կար։ Նրանցից մեկը ժողովրդի կողմից ընտրված էր, բայց Աստծո կողմից մերժված։ Սավուղը, ով շարունակում էր կառավարել երկիրը փաստացիորեն, իսկ մյուս թագավորը օծված Դավիթը, ում վրա մնում էր Աստծո հոգին, որը հեռացել էր Սավուղից։ Սավուղն ավելի շատ մտահոգված էր հասարակական կարծիքով, իսկ Դավիթն ամբողջ սրտով հոգ էր տանում այն մասին, թե ինչ է Աստծո կարծիքը իր մասին։ Եվ Սավուղի այս հասարակական կարծիքով հետաքրքրված լինելը 15-րդ գլուխ 30-րդ համարում մենք տեսնում։ Եվ Սավուղն ասաց. ես մեղք եմ գործել, բայց հիմա խնդրում եմ ժողովրդի ավագների ու Իսրայելի առջև պատվիր ինձ եւ ինձ հետ վերադարձիր, որպեսզի քո Տեր Աստծուն երկրպագեմ։ Պատվիր ինձ, դա նշանակում է այնպես արա, որ ժողովրդի առջև ես շնորհ գտնեմ, ժողովրդի կարծիքը իմ մասին վերականգնվի կամ լինի լավը, դրականը։ Իսկ Դավիթն ամբողջ սրտով հոգ էր տանում այն մասին, թե ինչ է Աստծո կարծիքը իր մասին։ Աստված տեսնելով նրանցից մեկի եւ մյուսի սրտերը, օրհնում է Դավթին եւ խլում օրհնությունը Սավուղից։ Մեր ծանոթությունը Դավթի հետ սկսվում է նրանից, թե ինչպես է Աստված մարգարե Սամուելին ուղարկում Բեթլեհեմ։ Այս քաղաքում ժամանակին ապրել են Բոոսը եւ Հռութը, իսկ այժմ ապրում է այս հայտնի զույգի թոռը Հեսեն։ Աստված զգուշացրել էր Սամուելին, որ իր համար թագավոր ընտրի Հեսեի որդիներից մեկին։ Սամուելը սկզբում առաջնորդվում է նույն չափանիշներով, ինչ իսրայելացիները Սավուղին ընտրելիս, այսինքն արտաքին տեսք, կեցվածք, հասակ, այսինքն թե ինչպես է մարդը թագավորական պաշտոնում երևալու։ Դրա հետ կապված նա մտածում էր, որ Հեսեի ավագ որդին հիանալի կհամապատասխանի թագավորի դերին։ Սակայն Աստված մարգարեին ցույց է տալիս, որ իրեն բոլորովին այլ չափանիշներ են հետաքրքրում։
Նայեք 16-րդ գլուխ 7-րդ համարին։ Տերը սակայն Սամուելին ասաց. նրա տեսքին ու հասակի բարձրությանը մի նայիր, քանի որ ես նրան մերժել եմ, որովհետև Աստված մարդու նման չի նայում, քանի որ մարդն աչքին երևացածին է նայում, իսկ Տերը սրտին։ Աստված գնահատում էր մարդկանց սրտերը եւ այս չափանիշներով ընտրեց նրան, ով մարդկային տեսանկյունից ամենակիչն էր համապատասխանում Աստծո ժողովրդի կառավարչի դերին, այսինքն Դավիթը, Հեսեի կրտսեր որդին։ Դավիթը խիզախ էր, բայց ոչ ագրեսիվ։ Նա խելամիտ էր խոսքերում, այսինքն գիտեր թե ինչ ասել եւ երբ լռել, 18-րդ համարն է ասում մեզ այդ մասին։ Նրա ամենակարևոր հատկությունն այն էր, որ նրա սիրտը լիովին նվիրված էր Տիրոջը։ Սա Թագավորների 3-րդ գլխում կարող եք տեսնել 11:4։ Ուստի Դավիթը կոչվում է Աստծո սրտով մարդ կամ Աստծո սրտի համեմատ մարդ, 13-րդ գլուխ 14-րդ համարը։ Եվ այս մասին նաև Գործք առաքելոց 13-րդ գլուխ 22-րդ համարում ենք տեսնում, երբ Պետրոսը քարոզում է հրեաներին ցույց տալով ինչպես Աստված ընտրեց Աբրահամին, դարձրեց ազգ, ժողովուրդ, հետո տվեց դատավորներ, հետո ժողովուրդը սխալ ընտրություն կատարեց թագավոր ընտրելով եւ Տերը հանեց իր սրտով մեկին 13-րդ գլուխ 22-րդ համար։ Իսրայելի ապագա պատմության մեջ բոլոր արդար թագավորները կհամեմատվեն այսուհետև Դավթի հետ եւ չեն հասնի նրա արդարությանը, ինչպես 4-րդ թագավորած 14-րդ գլուխ 3-րդ համարն է ասում։ Դավթի թագավորը օծվելը բոլորի համար դեռ գաղտնիք էր։ Փաստացի թագավորը Սավուղն էր, թեև Աստծո հոգին հեռացել էր նրանից, Դավիթը շարունակում էր արածեցնել իր ոչխարները, իր հոր ոչխարները, սակայն շուտով հայտնվեց Սավուղի շքախմբում, հրավիրվելով որպես պալատական երաժիշտ, 16-րդ գլխում ենք սա կարդում։ Որոշ ժամանակ նա պարբերաբար գալիս էր Սավուղի մոտ ծառայության եւ հետո վերադառնում հոր հոտերին, բայց մի անգամ մի դեպք տեղի ունեցավ, որը ընդմիշտ փոխեց նրա կյանքը։ Երբ փղշտացիները պատերազմի դուրս եկան Իսրայելի դեմ, ոչ ոք չէր համարձակվում դուրս գալ նրանց միամարտիկ Գողիաթի դեմ։ Ոչ ոք բացի երիտասարդ Դավթից։ Հարց ինչը նրան դրդեց այդ քայլին։ Նախանձ Աստծո փառքի համար։ Նախանձը Աստծո փառքի համար կամ նախանձավորությունը։ 17-րդ գլուխ 26-րդ համարում նա ասում է. ով է այս անթլպատ փղշտացին, որ այդպես պղծում է կենթանի Աստծո անունը կամ զորքը։ Ով է այս անթլպատ փղշտացին, որ նախատում է կենթանի Աստծո զորքերին։ Ոչ միայն Դավթին արագ հաղթանակ տրվեց Գողիաթի նկատմամբ, այլև նա փառավորվեց իսրայելացիների աչքի առջև, այնպես որ ժողովուրդը դրանից հետո սկսեց բացականչել 18-րդ գլուխ 7-րդ համարը։ Պար բռնող կանայք երգում էին ու ասում. Սավուղն իր հազարավորներին կոտորեց, իսկ Դավիթը բյուրավորներին։ Այսպիսով Աստված փառավորում է նրան, ով Աստծո փառքը դնում է գլխավոր տեղում։ Աստված փառավորում է նրան, ով Աստծո փառքը դնում է գլխավոր տեղում կամ առաջին տեղում։ Դավթի աճող փառքը նրա դեմ տրամադրեց նախանձ եւ մարդկային փառքի հանդեպ հակված Սավուղին։ Այնուհետև Սավուղը մի քանի փորձ է ձեռնարկում վերացնել ճանապարհից վտանգավոր մրցակցին։ 18-ից 27-րդ գլուխներում ենք այս տեսնում։ Նա նիզակ է նետում Դավթի վրա, նրա դեմ օգտագործում է իր դուստր մեղքողին, փորձում է նրա դեմ տրամադրել իր որդի Հովնաթանին, ում հետ Դավիթը շատ մտերիմ էր, իսկ հետո ընդհանրապես նրա հետևից վազում է զինվորների ջոկատով, բայց այս բոլոր դեպքերում Աստված պահպանում է Դավթին վտանգներից։ Հետաքրքիր է, որ մինչ Սավուղը հետապնդում էր Դավթին բազմիցս հնարավորություն էր տրվում սպանել Սավուղին կամ այլ կերպ վրեժ լուծել նրանից։ Սակայն նա դա չարեց, նա վախենում էր Աստծուց եւ հարգում էր Աստծո կողմից նշանակված թագավորին։ Օրինակ, իր ազգականին եւ զինակցին Աբեսային Դավիթն ասաց. «Մի սպանիր նրան, այսինքն Սավուղին, քանի որ ով է որ ձեռք բարձրացնի Տիրոջ օծյալի վրա եւ անպատիժ մնա»։ Այսինքն Դավիթը իր հույսը դրել էր Աստծո պաշտպանության վրա եւ դատը հանձնել Աստծո ձեռքը։
Այս համարը շատ հաճախ մարդիկ օգտագործում են, երբ որևէ հանդիմանություն կամ բացահայտում է լինում որևէ սուտ, կեղծ ուսուցչի նկատմամբ կամ մարգարեի նկատմամբ, ասում են, որ Դավիթը ձեռք չբարձրացեց, Դավիթը չդիպչեց Սավուղին։ Թեպետ եթե նրանք ճիշտ հասկանային իմաստը Դավիթը ձեռք չբարձրացրեց, կհասկանային, որ դա չի կարելի օգտագործել նման համատեքստում, որովհետև Դավթի պարագայում այն վերաբերվում էր կյանքը խլելուն, բայց այսօր երբ հանդիմանվում է որևէ սուտ ուսուցիչ, կյանքը խլելու ոչ մի մտադրություն չկա։ Այնպես որ այս համարները չի կարելի գործածել, չարաշահել այն համատեքստերում, երբ պետք է մարդկանց հանդիմանել, զրկելով նրանց հանդիմանելու հնարավորությունից։ Ասեմ, որ նման վիճակում ապրող մարդիկ կուրության մեջ են ապրում, որովհետև նրանք չեն տարբերում, երբ եւ որ դեպքում է պետք խոսել, որ դեպքում է պետք լռել։ Դավիթը հույսը դրել էր Աստծո պաշտպանության վրա եւ դատը հանձնել Տիրոջ ձեռքը։ Դա լավ երևում է նրա խոսքերում, որոնք ասվել են Սավուղին։ 24-16 համարում։ Թող Տերը լինի դատավոր եւ դատի իմ ու քո միջև։ Նա կքննի, կվերլուծի իմ գործը եւ կփրկի ինձ քո ձեռքից, ասում է Դավիթը։ Այսպիսով Աստված պաշտպանում է վտանգից նրան, ով հարգում է Աստծո սկզբունքները։ Աստված պաշտպանում է վտանգից նրան, ով հարգում է Աստծո սկզբունքները։ Վերջապես եզրափակիչ գլուխները 28-31 գլուխները պատմում են Սավուղի վերջին օրերի եւ դժբախտ մահվան մասին։ Դավթի հույսը Աստծո դատաստանի վրա լիովին արդարացավ։ Աստված ինքը ժամանակին հեռացնում է նրանց թշնամիներին, ովքեր նվիրվել էին իրեն։ Մի քանի կիրառում։ Գիտակցում եք արդյոք, որ Աստծո հատուկ օրհնությունը պատկանում է նրան հավատարիմ մարդկանց։ Իսկ հարց դուք հավատարիմ եք։ Այդ հարցը վերաբերում է եւ ինձ, եւ ձեզ։ Հարգում եք արդյոք Աստծո սկզբունքները, թե զիջում եք դրանք։ Աստված հատուկ հոգատարությամբ է շրջապատում նրանց, ովքեր ապրում են իր փառքի համար։ Իսկ մեր խոսքերը փառավորում են Աստծուն։ Գործերը, մտքերը, ում ենք մենք փառավորում մեր կյանքում։ Եկեք հիշենք այս կարևոր ճշմարտությունը Թագավորների առաջին գրքից։ Աստված նայում է ոչ թե արտաքինին, այլ ներքինին։ Աստված դատում է անաչառ։ Նա փնտրում է սրտի հնազանդություն եւ օրհնում է արդարին, ում սիրտը լիովին նվիրված է իրեն։